Զինապահ զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի շահառու կանայք ու երեխաներն են Ծաղկաձորի Նայրի ընտանեկան ճամբարում։ Հայ զինվորի եւ ընտանիքի բարեկամներ հիմնադրամի եւ Հայ բարեգործական ընդհանուր միության հետ գործակցությամբ զինապահը մի քանի օրյա հանգիստ էր կազմակերպել նրանց համար, հագեցնելով այդ օրերը մի շարք կրթական, հոգեթերապևտիկ եւ ժամանցային միջոցառումներով։ Խոսենք ավանդների տեսակների մասին։ ID բանկն ու Իդրամն են նաև միացել այս նախաձեռնությանը ֆինանսական գրագիտության դասեր անցկացնելով ճամբարական միջավայրում։ Ուրախ ենք, որ մեր գործընկեր ID բանկը անմիջապես արձագանքեց մեր նախաձեռնությանը եւ հայտնեց իր պատրաստակամությունը կազմակերպելու եւ իրականացնելու ֆինանսական գրագիտության դասընթացներ ճամբարի մասնակից մայրերի համար։ Ֆինանսական գրագիտությունը, ինչպես արդեն բազմիցս նշել ենք, շատ մեծ դեր ունի մեր սոցիալական պատասխանատվության ուղղություններում։ 65 կանայք ֆինանսական գրագիտության զուգահեռ ընթացող 2 դասընթաց ու բազմաթիվ հարցեր մասնակիցներին հատկապես հետաքրքրում էին վարկերի, ավանդների ու ֆինանսական զեղծարարությունների հետ կապված թեմաները ու բոլոր հարցերին տրվում էին սպառիչ պատասխաններ։ Բավականին ճանաչողական հանդիպում էր, քննարկումներ արդիական եւ առօրյայում կիրառվող խնդիրների շուրջ, տեղեկատվական առումով շատ լեցուն, քննարկվեցին շատ խնդիրներ, որոնք մեզ իրոք հետաքրքրում էին։ Իմ համար կային մի քանի անհասկանալի հարցեր բանկի հետ կապված, այսօր պարզաբանեցինք եւ ինչի համար շնորհակալ եմ շատ։ Կարծում եմ, որ նման հանդիպումներն իսկապես օգտակար են եւ թե բանկի եւ Իդրամի համար եւ թե մեր հասարակության յուրաքանչյուր անդամի, որովհետև վեր են հանվում հարցեր, խնդիրներ, որոնք հուզում են մեր հաճախորդներին եւ մենք էլ ավելի ուշադրություն ենք դարձնում այդ ոլորտներին։ ID բանկի եւ Իդրամի կողմից կազմակերպված ֆինանսական գրագիտության արշավը շարունակվում է։ Դրա արդյունքներն արդեն իսկ շոշափելի են։ Ֆինանսական գրագիտության դասընթացների շնորհիվ մասնակից երեխաները հետզհետե շատ ավելի առարկայական են պատկերացնում ֆինանսական ոլորտը, իսկ մեծահասակները ավելի ուշադիր են ֆինանսական մանրուքների հանդեպ։ Արդյունքում ձևավորվում է ֆինանսապես գրագետ հասարակություն։